Ողջույն սիրելի հետևորդներ, շարունակում ենք մեր Հայն ու հայը հաղորդաշարը։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բարեշնորհ Անդրանիկ Սարգսակ Մանուկյանը։ Ողջույն պարոն Մանուկյան։ Բարև։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնելու Ամերիկայում համերգային ծրագրերով, այն որ ոնց ասեմ, ուրախությունից տարերքի մեջ ենք։ Ներկա եք այստեղ, բերել եք ձեր Գաթաբենդի համերգը, մշակույթը։ Ինչպիսի տպավորություններ են Ամերիկայում։ Դուք արդեն 2 տարիներ եկել եք համերգները։ Ջան, ասեմ, որ տպավորությունը պատկերացեք լավ է, շատ լավ է։ Համերգային ծրագիրը մենք հաջողակ ծրագիրեր ունենք բենդի հետ կապված ու տարբեր լսարանների համար տարբեր, ասենց ասած, մշակույթ ենք ներկայացնում։ Ասեմ փառք Աստծո, շատ լավ անցավ ու անցնում են մեր այս օրերը, հատկապես որ ես բացի այդ համերգներից ունեցա տարբեր հրավերներ, տարբեր միջավայրերում, պարային խմբերի հետ կապված, ասեմ ձեզ, ծերանոցների հետ կապված անսպասելի, որ իմ ուրախության առավել ևս ասեմ, չափ ու սահման չկա, որ ես կարողացա իրականից այն մշակույթը համ մշակների հետ, հա, այդ բարերի խմբերի հետ կարողանամ փոխանակեմ, սովորացնեմ, կրթեմ, առավել ևս այս մյուս ասինք կողմից, որ ես ներկա եղա մի քանի ծերանոցներում այդ մեր մեծերի հետ, շատ ուրախ եմ, իսկ համերգի մասին էլ ասեմ շնորհակալություն Ստեփան Փարտամյանին, որ ինքը արդեն 2-3 անգամ այսպիսի հետաքրքիր համերգներ է կազմակերպում ու հրավիրում է Գաթաբենդին եւ Գաթաբենդը իր կոլորիտով հանդերձ միշտ ներկա լինում տարբեր բեմերում կամ տարբեր միջավայրերում։ Շատ բարի, ես 2 տարի առաջ էր, չէ՞, էլի համերգի եք այստեղ։ Այո։ Ես ներկա էի, շատ մեծ ուրախությամբ մասնակցեցինք, ապրեցինք։ Այս անգամ ավելի շատ ուրախացա, ինչի որտեվ նոր երիտասարդներ տեսա, նոր երեխաներ, որ ապրում էին, այն որ Աստված ուրախացել էի, որ կարողանում են մեր ազգային մշակույթը ապրել։ Ես կարող եմ սիրուն, այստեղ 5 տարի ապրում եմ, մանավանդ իմ 17 տարի ես հանդիսավար եմ ռեստորանային համակարգում, գիտեմ ինչ են սիրում, ինչը ամեն ինչ գիտեմ եւ ոչ մեկին չեմ քննադատում, չեմ ասում, բայց մեր ազգային երկուպարը պիտի ոնց է մեր անուն ազգանունի նման լինի, նոր հետո մնացած բարերը։ Այդ դուք այդ կրողն եք, տարածողն եք, պահպանողն եք։ Ամերիկայում ինչ կուզենաք փոխվի։ Ընդհանրապես աշխարհում օրեր առաջ էլ հետևում էի, Ռուսաստանում էիք։ Այո, նախ ասեմ, ի սկզբանե ես ձեր ասացի նման ոչ մեկին չեմ ուզում ցենց ասած իր անձնական կյանքի կամ ապրելակերպի մեջ խառնվել, որովհետև Աստված ասում է ամեն մարդ ինքն է իր անձի համար պատասխան տալու։ Բայց քանի որ մենք ազգ ենք, մենք ունենք ազգային մտածելակերպ, ունենք ազգային սովորույթներ, ծեսեր, ամեն տարածաշրջանը ինքը ոնց ասեմ հարստությունն է, բառ ու բանով, մշակույթով։ Եվ ամեն հայ մարդ, ես խոսում եմ հայ մարդուց, եթե ուզում է հասկանա ինքը հայ է, ինքը պետք է պահպանողական լինի իրեն մշակույթին, իրեն լեզվին, իրեն բառն ու բանին։ Առավել ևս, եթե մենք խոսում ենք երկիր, պետություն, պետականությունից կամ ազգից, եթե չէ մնացածը պարաբաներ են, այսպես ասած, դե ամեն մարդ իր կյանքը կապի ու հետ կգնա։ Ավետարանը մի հատ սիրուն խոսք ունի, ասում է, ես ասում եմ ովական ջունի թող լսի։ Ով չէ գա ժամանակը ուշ կլինի։ Ես չեմ ուզենա, որ հասնեմ 70 տարեկան, 60 տարեկան, նոր հասկանամ իմ նախնիների, ասենք ապրածը, իմ ասենք ասած երգիր հասկացողությունը, հա, ասենք այդ որ երիտասարդ եմ կարող եմ ինձ վատնեմ ամբողջությամբ, հետո նոր նստեմ ողբամ ասեմ ինչ եղավ այսպես։ Չէ, հասկանում եք, ես միշտ էլ ասեմ, չէ, ասեմ Իվան ջան, ես աշխարհի չափ ուրախ կլինեմ, որ ցանկացած ժամանակ կամ ցանկացած դարաշրջանում երիտասարդները, որ նոր կյանքը շարունակում են, առաջնային ասեմ, թող իրանք մնան
հայ կերպարի մեջ, իսկ մնացածն էլ հատկապես այս զարգացած դարաշրջանը, որ ամեն ինչ բաց է, հատկապես այս ինտերնետային կապերին, թող բանիմաց լինեն, ինչ լեզուներ կարողանան, թող սովորեն, ինչ հնարավորություններ ուզում են, թող ունենան, Աստված կրկնակի եռակին ավելացնի, դա բոլորիս ասենց ասած ուրախությունն է եւ դրան զուգահեռ չմոռանան որ մենք հայ ենք դրան զուգահեռ այդ կարողությունը հնարավորությունը ծառայեցնեն հայ առաջին հերթին ասեմ երկրին պետության պետականությանը մեկ էլ էթնիկ ընտանիքին որը իրականից պետությունն է եթե ուզում եք մնանք հայ եթե ուզում եք իրոք զարգանանք առավել եւս այս ամբողջ մոլորակի վրա հայ եւ ասենք մեր միջնադարը չգիտեմ մեր հեթանոսական դարաշրջանը մեր քրիստոնեությունը ամեն մեկը յուրովի ուսմունք է եղել եւ ուսուցանում է այլ բան է ոնց պետք է կարողանալ մատուցել իմ խնդիրը սա է իմ խնդրանքը նա է հայերս որտեղ ուզում ենք լինենք խոսենք հայերեն մեկ առաջնային հետո ասեմ որ որտեղ որ ուզում են լինեն բացի խոսելուց հայերենուց ամուսնանան իրար հետ ընտանիք կազմեն իրար հետ մեկ էլ կուզենամ ասեմ որտեղ որ կլինեն հիշեն ու ընդունեն որ իրենք ունեցել են անցյալ ունեցել են արմատ եւ այդ արմատները միշտ պետք է սնվի հող ու ջրից հա ու այդ արմատ, այդ հող ջուրը Աստծո արարչակողմից տրված է հայ մարդուն, որը երգիրն է, որը պետությունն է։ Դրա համար ամեն անգամ ամեն մեկս մի տասանորդ տրամադրենք, հոգ տանենք, հա? Էս է։ Շատ բարի, նայ համաձայն եմ մենք շատ ենք լսում նման խոսքեր արմատական եկած դարավոր ազգ ենք, բայց հիմա ժամանակները փոխվել են, ինտերնետային, մշակութային, ամեն ինչ փոխվել է։ Այդ դուք այդ գրողն եք, այդ ո՞նց եք պատկերացնում, ո՞նց, հիմա ասենք երեխաներ կան, ինձ տենում են, ասում են, դե չգիտենք, ասենք, Քոչարին, Մայրոկեն, Յարխուշտին, հա, շատ ենք հարգում, սիրում, բայց որ չգիտենք, ոնց որ բնական ասենք, չգիտեն նեղվում, ասում են, բայց չգիտեք, պիտի գաք, լսեք, ինտերնետով սովորեք, իմանաք, որ մեր ազգայինը, էտա հետո մնացած, ես չեմ ասում ուրիշ երկեր, անհնար է մենք, ես անկեղծ եմ ասում, եզակի մարդիկ կտեսնեք, որ ապրում են մաքուր ազգայինով, դա անհնար է, որտեղ մթնոլորտը, խնջույքներ, տեղ, որտեղ գնում ես, ազգայինը ամենավերջի տեղն է, կարողա չէ, տարբեր երաժշտություններ են երգեր, ես ազգային երգի բարի մասին եմ խոսում, իսկ ժամանակների ընթացքում մենք բոլորս գիտենք, որ այն ժամանակ ասենք ռուսական եւ այլ կոմունիստ բան արգելվել է, հետո եկել են նոր բարքեր, հետո հարուստ մարդը չի ուզում էթա եւ անվանում են հետամնաց Այսօր ունտենաս այդ հետամնաց պարերը, հետամնաց երկերը 5000 թվի զարգացել է, աշխարհը փոխվել է, դու նոր սկսել եք մեշո, դեն, հասկացանք ինչ է դրա մեջ։ Չգիտեն իմաստը, բայց հիմա ես ասում եմ կա ինտերնետ բան զարգացած է, ինչ ասում են ցեղասպանության ժամանակ մազապուրց եղած գրքերը, բանաստեղծություն երկերը բերին հասցրին մեր օրերը։ Հիմա ամեն ինչ կա ինտերնետ, ձեր նման մարդիկ, որ պարոն Գինոսյանը լուսահոգի ոնց մի ամբողջ աշխարհի հայության կարողացավ մենակ փոխել, որ պիտի պարես, պիտի քո ազգային արժեքներն իմանաս, Նժդեհյան գաղափարախոսությամբ ազգային երկու բարի, ինչպես Մեծն կոմիտասն ասում է, ամեն բառ արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ քաղաքակրթությունն ու բարոյական աստիճաններ։ Հիմա այն ժամանակ ավելի քաղաքակիրթ են էլ ինձ թվում է, որ կարողացել են այդպես հզոր մշակույթ ստեղծել։ Այդ դուք կրողն եք, հիմա իմ ասածը, հիմա ես ես իմ անունից եմ մենակ խոսում, որտեղ գնում եմ, գոնե մի հատ ազգային երգ երգում եմ, մի հատ ազգային պար պարում եմ, մի բան անում եմ, ասենք, որ մի բան փոխվի մարդկանց մոտ, ու ուրախացած եմ, որ ինձ տենում են, ասում են, վայ, մի հատ ինչ լավ է, մտքը երգես ազգային, կամ խնջույքներին գոնե մի ազգային երգ ու պար, այդ դուք այդ մեծ կրողն եք, ինչ ոնց այդ ուղղությունը, այդ գիծը, ոնց եք պատկերացնում, ոնց անենք։ Իվան ջան, ասեմ, որ այդ զարգանալ ընդհանրապես տեխնիկան է զարգանում ու շատ բաներ թեթևացնում մարդու հոգսերը, մարդու էներգիան, մարդու սենց ասած առօրյան, բայց մարդը չի զարգանում։ Իմ համար զարգանալը նա է, որ մարդը
դիմացի մարդուն տեսնի մարդ, ընդունի որպես մարդ, ասենք պատկերացեք արևը զարգանում է, լուսինը զարգանում, արարիչ արարել է դա եւ այդպես չգիտեմ ինչքան ժամանակ է այս մոլորակը գոյատևելու կամ ապրելու, այդ արդեն արարչու խնդիրն է, բայց մարդու խնդիրը ո՞րն է, մենք ուզում ենք որպես հայ մնանք հայ, մենք ուզում ենք իրականից, ասենք, զարգանանք, դառնանք իտալացի, չի, դա էլ չի լինի, եվրոպացի չի լինի, մենք ունենք տրվելիք մեզ հասանելիքը, իսկ ինչ որ մնա ազգային, ասենք, երգ կամ պար, նախ առաջին հերթին ցանկացած մարդ իրեն հարց պետք է տա, ինքը որ խոսում է հայերեն, այդ որտեղից եկավ։ Ցանկացած հայ մարդ իրեն պետք է հարց տա, որ երգում է, ասենք, ժողովրդական երգ, այդ որտեղից է, ազգային երգ, ասենք հայրենասիրական երգ կամ ժողովրդական երգեր, մարտական պարեր, ժողովրդական պարեր, հա։ Որտեղից են սա։ Առաջին եթե սա հարց տա ու սկսի հետաքրքրել, ուրեմն կհասկանա, որ ժամանակը զարգանում է տարբեր ճյուղերի մեջ, այլ առումով ինչ ես դու ուզում քո կյանքում սովորես, ձեռք բերես, ունենաս, հա, հարաբերվես, բայց որպես հայ քո ցանկությունը ո՞րն է, զուլվես, գնաս, թե ապրես։ Երկրորդն էլ մյուս էս մենք ունենք մեր ծեսերը, սովորույթները, արարողությունները, ամենամեծ արարողությունը ցանկացած ծնունդ, կնունկ, մկրտություն, փսակադրություն եւ այլ այդ պարային բաները կա, մենք ունենք ընդհանրապես ամենաընդունված պարը, որ պարում ենք, ինչն է, ձեռնապար։ Եվ այդ ձեռնապարին կան համապատասխան 6-8 չափ, որը պետք է այդ չափն էլ չանցկացնենք, էլի։ Դա ենք մենք պարում։ Որտեղ էլ որ լինենք, ինչ ձևի լինենք, այդ է մեր ընդունված մեկ պարը։ Մյուս պարը, որ ընդունված է բացի ձեռնապարից, վերվերի պարն է, որ այդ ինչ է, ազգային ցենց ասած պարերն են։ Իսկ մյուս պարերը կա, որ շատ կուզենան այդ ծիսական արարողությունների հետ կապված արդեն ամեն տարածաշրջան կամ ամեն մի գավառ ունեցել է իր հետաքրքիր մոտեցումները իրեն բառն ու բանով սովորույթներով, ասեմ, ես էլ եմ ասում, որ ոչ մի բան պսակադրության ժամանակ ինչ եմ, թակվարագովքեր, բաներ կա, խորհուրդներ կա, որ պետք է պահվի։ Այնտեղ կա, ասենք, որ ձեռնապարից զատ կա մոմերով պար, սիրուն խորհուրդը, դա։ Թալինում տեսել եմ։ Մեծ, ասենք, դժվարությունը, որ չսովորես։ Օրինակ, ասենք, կա քո ասած որ ասիր երջանկայի շատա Գագիկ Գինոսյան, հա, բան սովորացնում էր ազգային պարեր, այդ քոչարին, այդ ինչ մեծ խնդիր է, որ չենք կարողանում սովորենք, ասենք մեկ էլ կա այնտեղ, ասենք մարտական պարը, որը sense կարելի ասել, տարբեր պարեր կան, ծափ պարն է, Յարխուշտանը, որ չենք կարող սովորենք, ասենք ընդամենը կարելի է մի քանի հիմնական, որ ամեն ժամանակ, ամեն մեր ուրախությունների ժամանակ մենք դա պարում ենք, դա ներկայացնում ենք, այդ ծեսերին համապատասխան, դա չսովորելու, չանելու, բարդացնել, դարձնել մի մեծ պատմություն։ Այդ ոնց կարելի է անգլերեն սովորել, իսկ գրաբար չսովորել։ Այդ ոնց կարելի է, չգիտեմ, իտալերեն սովորել, իսկ աշխարհաբար լավ չսովորել։ Բաներ կա ամոթ է, էլի, եկեք, այն որ ասում է արդ խախուտ, ժողովրդական ասած բաց կա, մահանան կարկուտ, ես միշտ ասել եմ ասում, եթե աստվածային օրենքներով մենք չենք կարող դեռ չենք հասել դրան, լավ, բայց մենք ունենք ժողովրդական ասացվածքներ, որ կարելի է մարդիկ փորձություն են անցել, հա, այդ դարաձայշրջաներում, այդ մարդկային փորձություններով ժողովրդական ասացվածքներ կան, որ դրանով պետք է առաջնորդներ ու մնալ, եթե հայ դրա մասին է խոսքը, մեկ էլ կա բան ասեն, մեր շատ իմաստուն մարդկանցից չեն էլ հասկանում, թող վերցնեն ջիվանու խելքի աշեցեք։ Ջիվա իմ սիրած խելքի ավետարան իրանց գրպան ու առաջնորդվեն, իսկ մնացածն էլ ես էլ եմ ասել եմ Ջիվանը որ դուք երգել եք, կներեք, դուք եք չեմ մշակե, առաջակամ աշխարհքիս թացքի վրա, ես կխնդամ, սիրտս կուլա, կուզեմ ինձի զվարթ ցույց տամ, ես կխնդամ, սիրտս կուլա։ Բարերը ամբողջությամբ Ջիվանի է, ֆիլիսոփա։ Իսկ երգիչներ, երաժիշտներն են մեղավոր թե ժողովուրդը։ Դες պահանջարկ չկա ազգայինի։ Չկա այդպես բան։ Պահանջարկը կախված է ցանկացած ազգից։ Նախ առաջնային ով որ կրում է դա,
ցանկացած բնակավարում ռեստորանի երկիչից բռնած կենցաղայինից իրենք ասեն բոլորը սիրում են չէ որ բարձր կրթություն ունենան բարեկեցիկ կյանք ունենան իրենց երեխաները կրթվեն համապատասխան կրթություն ստանան թե առաջնային իրանց ընտանիքներում թե միջավայրի մեջ թե ավելի եթե հնարավորությունա այս բաց դարաշրջանում ամեն երկիր կամ ամեն պետության հետ ճիշտ է հիմա եթե մարդը այդքան բան հասկանում է ու գիտակցում է ուրեմն այն մնացածը պետք է հետևողական լինի գործընթացին ասինքն ավետարան ասում է մարդիկ գործերով են իհայտ գալիս խոսալը լավ է բայց երբ որ գործը կա արդեն համ խոսքն է համ տեսնում ենք համ էլ որ ասում է օգտվում ենք չեմ կարծում որ որևիցե ասենք այն որ ասում է ամեն մարդու մեղավորությունը երբ որ ինքը հետևողական չի այդ իրական կրթությանը, այդ իրական մասնագիտությանը, այո, իրական միջավայրին, այդ միջավայրն է կապ ունի։ Չկա տենց բան, հիմա տեսեք, հիմա մենք Ամերիկայում ենք, ես 5 տարի ստեղ ապրում եմ։ Ասենք կան իրանահայեր, լիբանանահայեր, Հայաստանի հայեր, Իրաքի հայեր, այդ մարդիկ ամեն տարիքի մարդիկ մի ժամանակաշրջանում են ապրել ու ամեն տարիքի երկիշները ոնց են ասում ինչ երկ է այդ ապարել են ասենք ես եկել եմ տեսել եմ որ մարդիկ ասենք սև աչեր ապարում է այդ չի կարող մի քիչ ազգային մշրոխ բռնի քոչարի բոլորի հետ կամ էմի հայերը ասենք ապարում են չգիտեմ ինչ բան խառնվել է իրար այդ ժամանակի մեջ պետք է քանի որ մեր ապարերը միասնական են անհատական կայանալու չի Դες ոնց է հիմա ամեն մարդ ուզում է ինքը երևա, կայանա, ասում են լավ վրացական ապարեմ, լավ ասես շարժումներ անեմ, որ ես երևամ, ես, բայց մեր ազգային ապարերը ինչ մասնագիտություն ուզում ես եղի, հավասար մի մարդ ես անում։ Բռնում ես ձեռքի, ճիշտ է, անվանում են դա ասենք, այս ինչ է, նույն բանն է, հետամնա, ինչ բառ ասես կասեն, եթե չես իմանում։ Բայց հիմա մենք ոչ թե պետք է քննադատենք, այլ օգնենք։ Ոնց է հիմա այստեղ Արարատ դանսը, Արարատ խումբը ամեն ինչ անում է գնաս օրեն Լեռնազանգը դուք այցելել եք տեսել եք ես ներկայի որ կամած խմբեր շատ կան 20-30 խմբեր կան 30-40 տարվա խմբեր կան բայց այդ խմբերը բեմադրական են համերգային բան էլի ուրախ եմ որ գոնե մեր հայկականն են ներկայացնում բան գոնե հայկական շունչ զգեստները բան հայկական բան կա չեմ ասում մաքուր ազգային դի մաքուր ազգային շատ քիչ է մնացել Բայց հիմա մեր խնդիրը որ տեսնեն, օգնեն, իրար սովորեն, հարգեն, այդ ամեն ինչը գոնե պահպանվի։ Հիմա մի հատ վատ ժողովրդական խոսք կա, որ ասում է գնամ եղի արի սիրեմ, չէ՞, խոսքը։ Հիմա այսօր դուք ստեղ եք այդ հնարավորությունը, պիտի մեր ժողովուրդը ընձեռներ ստեղի հայությունը, գային, տենային, օրինակ ինձ այդ մարդիկ էին եկել դիտելու, ասում է Իվան, այս ինչ հրաշքի հեքիաթի մեջ ենք բոլորը ապարում է քոչարի բեմը զալի մեջ ժողովրդի ինչ է կատարում ասեմ այսա ու ասեմ փուճուր երեխեք կան փուճուր երեխեք փոքր մեր աշխատակցի երեխան տարու կես կանա տոտիկը միացնես վերաթռնում ապարում է ես կուզենամ մի 3-4 կետով որ մեր հետևորդները լսեն 3-4 կետով ասեք մեր որ երկերը որ բարերը ամեն առաջինը պետք է իմանանք ամենօրյա ծիսական, հարսանեկան, կնում ծնունդի այդ գոնե դրանք դառնա ավանդույթ սովորենք այդ չեմ ասում 3000-ից ավել ասենք բարեր երկեր կան այդպես Գաթաբենդը հզոր մեր գարիկը Առաքելյան շատ գեղարվեստական նորանոր մուծություններով նոր գործիք հավրումով տալիս է որ հասանելի լինի մարդկանց որ կարողանան լսեն, սովորեն որ ինձ ասում են բան ասում եմ տեսեք յուրահատուկ երանգներ է տված Գաթաբենդը որ մարդիկ լսեն, սովորեն, բան փոխվի։ Ինչպես դուք տեսաք ամերիկացի, որ ամերիկացի է ինքը, իսկական ամերիկացի, լիլի երգը մինչև չի լսում մեր աշխատանքի տեղը, չի գալի։ Մի ասում ենք լիլի, ամերիկացի է ինքը, ամերիկացին ամեն օր լիլի, նույնիսկ ինքը որտեղ որ ապրում, այնտեղ բոլորը իրան լիլի են ասում։ Բայց Քենը անունը։ Իվան ջան, ասեմ, որ ասում ես զարգանալը եւ այլ, ուրեմն զարգանալու հետ կապված տեսեք, նույն Գաթաբենդի գործունեությունը։ Հիմա իրականից տեխնիկապես գործիքայինի հետ կապված
Գարիկես որ ասեցիր շատ շնորհալի տաղանդավոր իրոք մարդ անձնավորություն հա երբ որ ինքը գործիքային անում տարբեր ասենց ասած նվագարանները իրար հետ համեմու ու ասենք գործիքային է կատարում ել չասեմ որ հիմա եթե այս զարգացած դարաշրջանում էլ ինքը YouTube-ով եթե նայում է ինչ որ մի խմբի գործիք, որը Յուրոպի ազգային նվագարան է, ասում է, այս գործիքը ունենանք։ Ու մենք ձեռք ենք բերում, այդ գործիքը ունենում ենք ու Գարիկը երկար ժամանակ դրա հետ կապված աշխատում ու այդ գործիքին տիրապետելով հանդես, օրինակի համար օգտագործում ենք մի հատ մեր ազգային սիրուն խաղ երգերի, ցենց ասած, երանգների տակ բայց ես ինքս իմ կատարմամբ, իմ բարբարով, իմ գույնով, իմ ամեն ինչով մնում եմ նույն հիմքերի վրա ու կարող եմ ասեմ շատ ազգեր, ոնց որ հիմա դուք ներկայացրեք այդ ամերիկացուն, լսում են ռիթմի առումով եւ արդեն գույների, երանգների առումով այն մարդկայինն է, չէ՞ մարդուն տես որպես մարդ, վերջիվերջո մարդը չի կարող ուրիշ բան դառնալ մարդը մնում է մարդ անկախ իր կարգավիճակից, ձևից, բնույթից, չգիտեմ։ Դրա համար ասենք, տես մենք ինչ մոտեցում ենք բերել։ Իսկ ազգային պարերի երգերի հետ կապված, այստեղի հետ էլ կապված եւ ամեն համայնքը եթե կա, ցանկացած տեղ պետք է լիարժեք մասնագետներ։ Նախքան մարդիկ պարել են, բայց այդ չի նշանակում ինքը պետք է պարը մեկնաբանի եւ ուզենա պարը sense ասած ներկայացի, քանի որ ինքը շատ հեռու է ակումբներից։ Թող պարի ավելի լավ է։ Նույնը երկեցողության մեջ եւ այլն պետք է լինեն այդ կրողները մաքրե մաքուր ու այստեղ այն որ ասում է գնացեք, քարոզեք, ուսուցեք զամենայն հեթանոսս, ասինքն ովքեր այդ սովորույթներից, բարից, բանից, կենցաղից, չգիտեմ, հերու են, բայ մենք ինչ եք, ոնց է, ես սովորում եմ, չէ՞ սոր, տարբեր ինչ որ բաներ եմ սովորում։ Եվ ցանկացած մարդ, եթե ցանկությունն է սովորելու, ուրեմն պետք է սովորի կրթվի հասկանա առաջնային ինքը իրեն ինչ է բաց թողել։ Իր ազգային արժեքները լրացնի իսկ այդ մյուսը որ ովքեր չեն ուզել ու ասում էս ինչա կամ այն ինչա դա որակի խնդիր է եղբայր դու դրան չես կարող ասես արի ձեր տուն մարդը ուրացել է իր ամենահետաքրքիր սրբությունը ու ես ամբողջ օրը աղոթք եմ անում որ կամ աղոթք ինչի համար է որ չարություն չունենա մարդը իր ներսում աղոթք ինչի համար է որ մարդը չարությամբ չլծված լծվի ու անի հանցագործություն, որը դառնում է թշնամություն, կապ չունի քո հարազատի հետ, թե ինչ որ են մյուս թշնամիները, որ ուզում են իրենք իրանց թշնամությունն անեն, ասենք ազգերի հետ կամ մարդը մարդու հետ։ Հասկացար, խնդիրը հիմա, ասեմ, որակի մեջ է։ Եթե որակ կա, ուրեմն լավ է։ Եթե չկա, ամբողջ օրը ուզում ես գոռա, ամբողջ օրը ուզում ես ասա։ Ես էլ շեշտեցի մեր հիմնական պարերը, հա, ձեռնապարը չկա հայա մարդու համար ձեռնապարն էլ իրավունք չունի խոնարհության նշան են մեկ որ մյուս ազգերն են ապարում կամ ժողովրդական պարերի ժամանակ եսի ինչ այդ բեմադրություն է կարող ասանես հասկանում ես իսկ մյուս տարբերակը այդ պարերի հետ կապված զուգահեռ պարեր կար որ ընդունված է այլ բան է որ այդ նույն հայ մարդը դրանից էլ տեղյակ չի ինքը քանի որ այն մի ինչ որ բանի մեջ է դրա համար նա է իրան հետ արկրում Ռամարսմատար բան ինչ են հետամնաց ինչին է հետամնաց ասիկ ուզում ես ասես իմ պապը հետամնաց մարդ է եղել ինչից է հետ մնացել ասին դու հիմա շատ զարգացած ես որ մի հատ գրուզավիկ ջիպ ունես ինքը երբ որ սայլով էր գնում դաշտ հետամնացություն կար չէ խնդիրը ո՞րն է ժամանակին շարժիչեր գնում էր դաշտ բերք էր ստանում հիմա էլ դու ուրիշ շարժիչով գնում ես բերք ես ստանում բարիք Հա, բայց հիմա տես հետամնացությունը իրեն հասկացողությունը մոտեցումն է որ Հա, բայց հիմա տես հիմա ասենք օրինակ երգիչները ասում են շատ սիրում ենք, հարգում ենք մեր ազգային երգերը շատ լավն են, շատ, բայց եղբայր չեն լսում, չեն սիրում, սոված մեղնենք, գնանք ուրիշ բանով զբաղվենք։ Դրա համար հիմիկվա ժամանակից երիտասարդները սիրում են ասենք տեսահոլովակ են նկարում, պիտի անպայման հետևը սիրուն աղջիկներն լինեն, որ նայեն, գործի կանչեն, գնան, երգեն։
ասենք գլեն մաշո խորոտ բան քանի հոգի կանչեմ Իմինա- չեն ուզում իմինա- չեմ ուզում ասма չեմ ուզում քո հետ բաները պայք է չեմ ուզում ալպեջան ես ուզում եմ ես ինձ անձնական իմ շքեղությունը իմ մարմինը իմ բանը երևա ոչ թե բոլորը ձեղ բռնենք նույն բան անենք Հիմա եթե անդրադառնամ դրան ոչ թե դու երգում ես կամ կատարում ես կամ իրոք ներկայացնում ես բովանդակությունից բռնած մեղեդուց վերջացած, հա, երգը որ գրված է, դա մեկնաբանեմ ու կասեմ, ոչ թե դու ներկայացնում ես իրոք սեր Աստվածային, ոչ թե ներկայացնում ես իրոք կյանք, որը ծնվեց, հա, երեխեն ոնց է ծնվում կամ թոների մեջ լավաշը թխում ես, ոնց է գալիս իր process-ը։ Այդ դու ընդհանրապես տարբերակ ես գտեք ես ներկայանալու նախ դու կարող եմ ասել կատարող էլ չես, ընդհանրապես շոու ծրագիր սարքող, գայթակղող, ոչ թե ուզում ես ցույց տաս իրական սերը կյանք, այլ այդ գայթակղող էլեմենտներով, բաց մարմնով ուզում ես իրական մարդկանց գայթակղես դեպի քեզ։ Նա ողջևորվում է, հետո դրա համար կարող է քեզ տասանորդել, բանելու դրա ազդեցության տակ ինչ ասես անում են։ Դա կյանք չի կոնկրետ իմ համար, ես որպես մշակույթի մարդ եւ կրող եւ մշակ, ասեմ դա իմ համար կներես բարոյական արժեք չունի։ Ինքը անբարո արժեք է ու եթե իրականից մի քիչ նայեմ, ես թույլ չեմ տա իմ զավակը, էլի ասեմ, որպես հայ մարդ, որպես լուրջ մշակույթի կրող, իմ զավակը այդ նույն ոճի մեջ լինի կամ այդ նույն sense ասած որակով կատարող դառնա, այդտեղ չկա տենց բան։ Դա ընդհանրապես գայթակղող արարքներ են, շատ լավ որովհետեւ մարդկանց բերեն եկամուտ է պետք։ Շատ բարի։ Ոնց անենք ապրենք։ Չէ, ինչի բարոյական արժեքը չես ուզում դու բարձր պահես ու եկամուտ վաստակ ունենաս, ով ասում չկա տենց բան։ Այդ արդարանալու համար հանցագործները միշտ աշխատում են արդարանալ։ Դրա համար Իմ ներողություն ցանկացած հայ մայր չի կարող լինել անբարոյական։ Ցանկացած հայ մարդ ինքը զոհաբերում է ամեն ինչ իր բարոյական արժեքների եւ իրական կյանքի համար։ Մայրը, քույրը, չգիտեմ, այն տղամարդը բարոյական արժեքների մեջ են եւ կա ամոթ հասկացողություն, երբ որ մարդը ամոթը կորցնում, արդեն իր համար ամեն ինչ սովորական է դառնում։ Այ դրա համար այդ ամեն ինչը տեսնելով ծնվեց այդ հաղորդումը հային ու հայը։ Հիմա իմ հաղորդման նպատակը ոչ թե իմ եսն է, այլ հայը հային օգնի, սիրի, եթե խոսում ենք, քննարկում ենք, որ բերի հանգի ինչ-որ լուծման։ Ես իմ հաղորդումներից մեկը որ նկարել էի Արարատ տանց բարի խմբին, մեկ հոգի զանգարել, ասում էր կուզենամ իմ տղան, երկու տղա ունեմ, մի տղայիս հետ Յարխուշտի բարի։ Երևի $1 միլիոն տայն ինձ այդպես չի ուրախանա, ոնց որ այդ աշկերս լցվել էր։ Ես գնացել եմ խնջույքի, ասել են կսովորացնես քոչարի բարեն մեր երեխեքը։ Այն որ ես բարի մաստագետ, այդպես բան չեմ։ Գիտեք, տեսեք, գիտեմ բարեն։ Կամ ասեք, այս տարազը կրում են, ասում են, ինչ սիրուն է, ինչ լավն է, մեր ազգային է։ Փուչուր բաներ եմ ասում։ Էլ եմ ասում, գումարի հետ ընդհանրապես կապ չունի, գումար չենք աշխատում։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, որպեսզի խոնարհումը, շնորհակալությունը ձեր անցած ճանապարհին, որ մենք սովորենք, տենանք, ոնց են ասում, քանի այդ հնարավորությունը կա։ Այդ է մեր հաղորդման նպատակը, այդ է։ Հետո մեր ազգին ես շատ եմ լսել, ուսումնասիրել հայ ազգի պատմության մասին, հայ ազգի ավանդույթների։ Իրոք շատ լավ ազգ ենք։ Իմ սիրտը ցավում է, դրա համար եմ ես հաղորդում նկարում, խոսում, որտեղ գնում ազգային հակա։ Թե չէ, մանավանդ Ամերիկան այնց հնարավորությունների երկիր է, հեռախոսդ միացնես 5 ժամ աշխատես, կուտես, կխմես, քնես։ Այսինքն լավ երկիր է։ Աշխատես, ապրես։ Այն վատ բաները չասեմ, էլի։ Բայց իմ խնդիրը պիտի եսը դառնա մենք։ Ու իրար այդ սիրենք, հարգենք, ազգային, ես ճիշտ ասած հանդիպումից գալուց ճանապարհին ասում եմ մի հատ կարևոր հարց տամ, իմ հյուրերին հարց եմ տալի, երկու հարց։ Մեր ազգային գաղափարախոսությունը որն է եւ հայը հայի հետ ոնց պետք է լինի։ Այս երկու հարցին պատասխանեք, ամփոփենք։ Ուրեմն ասեմ, հայը հայի հետ պետք է լինի այն անձ
եթե խնդիր կա, այդ խնդիրի հետ կապված պետք է լինի հարազատ եւ ազնիվ։ Եթե ցավ կա, այդ ցավի հետ պետք է լինի էլի հարազատ եւ ազնիվ, հա, որ երկիրը կամ ասենք անձը հասկանա, որ եղբայր ունի կամ անձ ունի, երկրացի ունի, որ ամեն քայլափոխին հարցին լուծում է տալիս եւ ամենամեծ լուծումը որ խնամք է մատուցում այդտեղ ինքը ապահովված ունի որ ինչ խնդիր է կամ մենք մեզանով այդ հարցին լուծում ենք տալիս իսկ ազգային գաղափարախոսությունը ձեր կարծիքով ո՞նց պիտի լինի հայը ցանկացած հայ Տես օտար ազգերի հետ մենք շփվում ենք, իրանք ունեն իրանց աշխարհն է շուկա, իրանց ազգային, իրանց մշակույթը, առօրյա, իրանք գիտեն իրանց, տեսել ենք չմեկնաբանը։ Մեր հայը ո՞նց պիտի լինի, ասենք ես հայ եմ, հայերը 10 միլիոն հայ է։ Ո՞նց է մեր ազգային գաղափարախոսությունը։ Տես օրինակ մենք ինչ լավ բաներ ունենք։ Ես դրա համար սիրտս է, որ մենք ծանոթանում ենք, ասում ես ծանոթացի մեր աղբերն է, մեր ընկերն է։ Հրաշք այդ բարևից ծանոթանալուց մենք աշխարհին արդեն հաղթել ենք, որ մենք այտենց ազգ ենք, եղեկանք, այդ բաները կա, բայց հիմա սա խառնվել է։ Ասեմ։ Ասում ես ծանոթացի մեր աղբերն է 5 րոպետո խնդիր է ունենում, կամ ինչ-որ միտեղ հետևից է խոսում, ինչ-որ լիքը օրինակներ չբերեմ, մենք ցավս գիտենք այդ օրինակները, բայց որ ծանոթանում ենք, ասես ծանոթացի մեր ընկերն է, մեր եղբայրն է, մեր հայն է, մեր որ կյանք կա մեջը, հրաշք, այդ բաները ես տենալով ամեն օր մենք ասում ենք, չէ՞ որ հպարտ եմ, հպարտ եմ աշխարհի 5000, 10000, 50000 տարվա պատմություն ունենք բան։ Բայց այսօր սա խառնվել է իրար։ Տես հիմա այդ խառնաշփոթի մեջ ձեր նմանները դուք կարողանում եք այդ ոնց ասեմ, պահպանել, կրել, այ ձեր մեկնաբանությունը տակ։ Դուք եք ավելի մեծ ճանապարհ անցել, դուք եք արժեքները կրողները։ Իվան ջան, ուրեմն ասել այլ բան է, կիրառել այլ բան է։ Իսկ մյուս առումով որ ուզում ենք հասկանանք աշխարհի ամենասարսափելի բանը նյութապաշտություն հիմա շատ բաներ որ մենք սենց ասած խոչընդոտ է մեր մեջ հա ստեղ խոսացիք այնտեղ ինչ որ բան արեցիք ստեղ մենք անձնական եսից ելնելով որ ասում է լավ ապրենք հա բայց լավ ապրելը պետք է եղբայրս լավ լինի, լավ ապրի, իմ նման ոնց որ ես եմ ցանկանում։ Դա խոսքով ասում են։ Իսկ իրականից լավ ապրելու մեջ ցանկանալն է բարին։ Դες արարիչն արարելա, չէ՞։ Ես այդ որ ասում ես, հիմա ասեմ դա է։ Լույսը բացվելու հետ մենք որ տեսնում ենք իրար, ասում ենք բարի լույս, ասում է լույսը բարի։ Լույս բարի, հա։ Դե չգիտեմ ուրիշ ազգեր ունեն, թե չէ։ Կամ ասում են որ գնաց, ասում է այդ գնաց բարով։ Բարով ես եկե, ասիկ ամենահետարքիր բարերի մեջ, որ ասենց վեր ենք լուծում, սա բարի է։ Մեր ազգի իսկ մեր մեջ այս խնդիրը, որ հիմա ստեղծվել է, հատկապես այս վերջին ժամանակաշրջանում, կորցրել ենք մեր ամոթը, ու ընկել ենք նյութապաշտության մեջ, այդ նյութապաշտությունը յանում ես ամ երկու հատ լավ դղյակ ունեցան, լավ ենք ապրում, բայց մոռանալով, որ կորցնում եմ իմ եղբայրը կորցնում եմ իմ հարազատին, կորցնում եմ իմ ջերմ վիճակը, կորցնում եմ, որ ժամանակին Աստված տվել էր գյուղով մենք երբ որ ծուխ էր առանձնանում գնում էին, հա, տուն ընտանիք պետք է կառուցեին, գյուղով գնում ենք բոլորս մեր ներդրումներն ենք անում, մեր եղբոր համար կամ գյուղացու համար տուն էին կառուցում։ Իսկ հիմա քո ասած ընդհակառակ, ուզում են չկառուցվի, ուզում ենք եւ այլ եւ այլ։ Դա ընդամենը իշխանության խնդիրն է, որը սխալ իշխելու հոգեբանությամբ է, նյութապաշտությունն է մեկ էլ բռնանալն։ Դրա համար այսօր մենք ոչ մեկ մեր տեղը չենք գտնում, եղբայր, սա հայ աշխարհը, հայ մարդը ում խոսած տենց ներքուս տանջում է, որտեղ մենք այդ չենք եղել, այդ չենք լինելու։ Ու խնդիրը եմ ասում, ամենամեծ նյութական պաշտամունքի խնդիրն է։ Հասկանում ես, իսկ մյուս խնդիրը որ մենք մեր մեջ եթե մեր հանցագործը հանցանք է գործել, մենք պետք է պատասխանատվության ենթարկենք կամ պատասխանատվությունը կրի դա, որպեսզի վստահությունը չկորցնենք մեր մեջ։ Այս մոտեցումները կա, որ մենք պետք է հանցագործին
պետք է ժամանակը աղոտ կանեն բուժվի։ Եթե տեսնում ենք չի ասում, ասում է գողություն արի, ձերքը կդրիկ չի, հասկացնես մի արա, այ բալիկ ջան, մի արա, հարազատ, եղբայր բան, սա է խնդիրը։ Որ հիմա էլ հետևում եք համացանցով, որ հայը հային ծեծում է, խփում է, ես շատ եմ նեղվում։ Եթե կարողացանք հանցագործին հանցանքից կանխել, ուրեմն իմացեք մենք կրկնակի կգանք մեր արմատները։ Իսկ եթե մենք հիմա դարձել ենք սանձարցակ, հա, ու ամեն մարմնի հաճույքից ելնելով չենք սանձում մեր մարմինը ու գնում ենք ցանկացած գայթակղության, դա էլ առօրյա հաճույքն է, որ փչանում է կենցաղ ամեն ինչ, բարեկամություն, ընտանիք եւ այլ, դրա համար էլ այսօրվան ենք։ Ամեն տեղ մենք պետք է ուսուցանենք, քարոզենք, որ եղբայրը տա հանցանք մի գործի։ Հա, չէ որպես հավատացել ասում է քուրեր եւ եղբայրներ։ Եղբայրը տա, քուրը տա կարողություն ունես ծառայացրա մարդ մնալուն, որտեղ սա ցանցողիկ է։ Այսքան բան, եղբայր։ Շատ շնորհակալություն, պարոն Մանուկյան, բարեշնոր Սարգսակ Անդրանիկ Մանուկյան ջան, լավ մարդ ջան, հզոր մարդ ջան, ամեն լավ բաները կարող եմ ասել, որտեղ ինձ համար մեկ ուրիշ զգացողություն է, որ ձեր դիմաց նստած եմ։ Շնորհակալություն մեր հետևողներին, հաստատ հետևելով մի բան կփոխվի, որ միասնական լինենք, որտեղ ինչպես մեր երկերն ու պարերն են միասնական, այդպես էլ մենք պետք է լինենք, որ հայը հային օգնի։ Հա, մի բան էլ հիշեցի, 3 տեղ եմ պատմել, այսօր ձեր դեմ դիմաց պատմեմ ու ամփոփենք։ Ուրեմն փոքր երեխայի երևի մի 8-9 տարեկան քնած էինք, այն ժամանակ դե հեռուստացույցեր, ասենք ժամեր կար, չէ, հաղորդումներ, ինտերնետ բան չկար, վայքում, ես վայքից եմ։ Մեկ էլ հայրիկս եկավ ինձ ու եղբորս ասաց արթնացեք, բան, այն որ մտքիդ մեջ ջղայնանում ես, ասում ես գիշերվա կեսա քնած ենք, արթնանանք, ինչ ուզում ես մարդ, ինչ ասում, գիշերվա կես, չէ, քնած տեղը գան զողը հանեց, բերեց, ասած նայեք, մի անգամ ասե 8 տարեկան, նստած մենք ինչ նայենք, դուք ձեր խմբով, Սասուն ազգագրական խմբով, չգիտեմ որ երկիրն էի գնացե, բանը համերգի, որ դու եւ եղբայրդ Yarxuşti եք բարե, այրունա եք ձեր ձեռքերից Իտալիա, միջազգային փառատոն։ Հա, միջազգային փառատոն, ես 8 տարեկան եմ, բայց ես աղոտ հիշում եմ։ Ասած, տես երկու եղբայր բարել են, այրունա եք ձեռքերից։ Մենք է քնաթաթար sense պապային ասեց մտքիդ մեջ է որ ինչ ասես, ասում ես, ես ինչ ասում, ախպերս ասում, բայց այդ ինչ կապ ունի բան, 8 տարեկան ասես, նայեցինք, քնանք։ 8 տարեկան։ Անցավ տարիներ, ճանաչում եք Արթուրը Սարգսյան եկավ Եղեգնաձոր 2001 թվականին ազգային բարեխումբ ստեղծեց Սալմաստ եւ հետո խոսանալ բանը մենք ես ու քույրիկս գնացինք այնտեղ եղբայրս նվագում էր հետո եղբայրս չշարունակեց եւ այլն հիմա որ ես ապարում եմ Yarxuşti հիշում եմ այդ 8 տարեկան գիշերը ժամը 2-ին ասենք 5 րոպեում որ ասելա կյանքի բերումով բանով ասենք ես նոր եմ գիտակցում ու ես ասում եմ ձեր դեմ դիմաց որ փոքր երեխա ասենք տեսել ենք մեր հայրը ասելա բանա փոխվե մեր մեջ մենք մեծացել ենք ոնց որ մեր մեջ տպավ նույնը մեր ազգային երկերու բարը մեր ծնողներն ասում են ամեն ինչ էլ սովորեք նայեք տեսեք բայց սկզբից ազգային իմացեք նոր նես չի վայքում բոլորը քոչարի են ապարում Yarxuşti են ապարում տես օրինակ ձեր պարագայում հեշտ է դուք ծնվել եք Թալինում Բազմաբերդ Սասունում ես շատ եմ եղել Թալին հանդիսավար բոլորը ապարում են փոքր երեխայից մինչև մեծը դա պետք չի բարի դասատու գնալ ինչ-որ բայց տարիների ընթացքում մարզերում այդ ծիսական բաները ամեն մարզ ունեցել է դες փոխվել է բան ինչ երկեղել է որ դժվար օրերն եղել տենց փոխանցվել է բայց հիմա ճիշտ ժամանակն է որ հնարավորություններ կան ամեն ինչ կա որ մարդիկ սովորեն գնան այդ արժեքներին այ իմ ասածը դա է ոչ թե ինչ որ մարդկանց բան այլ կարանանք օգնենք չգիտ իմ ընկերը հավաքում ենք ստեղ մեր ընկեր Սարմենես տունը մշո երեկոներ ենք դնում ամեն շաբաթը մի օր ասում ենք մշո երեկոների օր հավաքվում ենք ընկերներով ասենք քոչարի ենք բար մեր ընկերներից կան որ չգիտեն ասենք արդեն սովորել են այ դա արդեն մեծ ուրախություն է մեծ ձեռքբերում է մեծ բան է փոխվում
Այդ դա է իմ ասածը, ոչ թե մենք ասենք ես գիտեմ ապրել վերջ, չէ, մեր ապրելը բոլորիս է, բոլորս պետք է իմանանք, ոչ թե ես գիտեմ դու չգիտես։ Այ իմ ասածը դա է, եւ շատ շնորհակալություն, որ դուք եկաք եւ սովորեցիք ստեղ եւ համերգ, եւ հիմա էլի համերգ ունեք, եւ Աստված այնքան շատ լինի, իմ ասածի նպատակը ժողովուրդը այնքան շատ պահանջարկ ունեն ազգայինի, որ դուք ձեր խմբով գաք եւ էլի շատ մեր իհարկե շնորհակալություն պարոն Փարթամյանին, պարոն Փարթամյանը ասեց, որ էլի ազգային խմբեր են գալու համերգի, կայցելենք, կտեսնենք եւ մարդկանց մոտ ինչ-որ բան կփոխվի։ Մանուկյան ջան, այս դիսկերա, գրքերա, հա։ Հա, ասեմ Իվան ջան, բացի այս դիսկերից բանից շատ հետարքիր բաներ ունենք, ունեմ նկարազատ Իգվարդավար ջանգլում տարոն աշխարհի հարսանյական ծեսենց երկար բարակ բոլոր այդ ծեսերը սովորությունները կան նկարած, այլնագրված, բայց այս գաթա բենդի հետ կապված շատ սիրուն բան որոշեցին Գարիկիս հետ։ Ունեմ երգրած Սորեն Գարի, նայեք այս երկն է, իմաստը նայել, որ բան խուրջին ենք պատրաստել, ամբարները պետք է միշտ լինեն պատրաստ։ Սրա հետ կապված էս երկարանն է, նոտագրված, ամբողջ բանով կարելի ասել բարերը 3 լեզուներով, հայերեն, անգլերեն, ռուսերեն բացատրությունները տալիս եմ, որը երկի մեջ բարբարային որ կա գրած օրինակի համար, որ բառը ինչ է նշանակում։ Սա եզակի գործ ենք արել գաթա բենդով եւ սենց ասած հրապարակել ենք, իսկ դրան էլ զուգահեռ 32 գործը պատրաստել ենք CD-ները, հեսա, նայեք, իմ ինչ ասեմ, սա հետամնաց է, եթե եզներով են գործ արել, բարիք են ստացել, սա մոռացության տամ, բայց ինքը արվեստ է, մշակույթ է։ Նորովի սիրուն մոտեցում ենք բերել, այս մեկը սա է, մյուսն էլ սա է, հիմա մարդը գերանդիով գնում է դաշտից դուրս եկել, արել այրա գործը գնում է, հիմա գերանդ էր, հիմա գերանդի չի, հիմա զարգացել է տեխնիկայի վահանձով, բայց նույն բանն է, աշխատանքը եւ այլ եւ այլ։ Այնպես որ աշխատանքներ բաներ շատ կան, շնորհակալություն մի անգամ եւս այստեղ ներկա լինելու համար, տասված որ մենք միշտ գիտակցենք հայ ենք։ Այո, մեր հետևորդներին էլ ասենք, որ կարող են ձեռք բերել Զայնասկավառակները գիրքը, որը որ 3 լեզուներով գրված է, վերազգային երկերը ծիսական Սորեն Գարի Ամերիկայում կան գրադարաններում, պարոն Փարթամյանի մոտ կարող են դիմել վերցել, ինձ կարող եք գրել, ես էլ մեծ սիրով որտեղ ասեք մեքենայով կբերեմ կհասցնեմ, անկեղծ եմ ասում։ Շատ շնորհակալություն սիրելի հետևորդներ, հետևեք մեր էջին, անչափ շնորհակալ ենք։ Մեր նպատակն է հայը հայի սիրի, հայը հային օգնի։ Հայը հային լրացնի։ Հայը հային լրացնի։ Ախ իմ խորոտ տոտիկներին հարկավոր է կոշիկ, որ իմ պստիկը տոտիկները էլ չմտնի, փուշիկ։